հեղափոխական երկում կա, որ գսե թե հայ ֆեդայիները եկած են Բարսկաստանի խորքեն անցած են Արևմտյան Հայաստան բայկարած են Օսմանցիներուն թեմ։ Այդպիսի հեղափոխական երկում կա։ Ուրեմն հասկացանք, որ մենք բարսիկներուն շնորհակալություն պետք է հայտնենք, որ այդ հնարավորությունը ստեղծած է մեզի, որ բայկարենք Օսմանցիներուն թեմ։ Այսօր երբ Բարսկաստանը հարձակումի ենթարկված է, պետք է իրենց զորավիճ տանք, որովհետև անցյալին թույլատրած էին, որ մեր ֆեդայական խումբերը անցնին Արևմտյան Հայաստան։ Դե պետք է բարսիկներուն թեմը լանք, քանի որ ժամանակին սպանած էին Վարդան Մամիկոնյանին։ Արդյոք պետք է բարսիկներուն թեմը լանք, որովհետև Երևանը խանության վերածած էին եւ այնքան դգարացուցած էին եւ այնքան ստրգացուցած էին հայերուն, որ հյուսիսեն եկած այդ անձանոտ բրգիչին կապված էին հայերը եւ միջև այսօր դակավին կարևոր թվով հայեր կան, որ այդ բրգիչին փեշերեն գախված են, որ թրվակին համեմատ վիրի շարժինք բարսիկներուն հետ մեր հարաբերությունը հստակ դարձնելու համար։ Պատասխանը հստակ է։ Մեր շահերեն մեկնած պիտի թադենք, թե մենք ինչ կեցված պիտի ունենանք։ Այսօրվա շահերեն, ոչ թե անցյալի շահերեն, ոչ թե ավարայրի ճակատամարտեն եկած տպավորություններեն կամ ֆեդայական շարժումի հերոսաբադումներեն կամ նույնիսկ Ղարաբաղի հետ կապված Բարսկաստանի դիրքորոշումեն, որովհետև մենք գիտենք, որ շրջանը այնպես ծեվացուցին, թե մեր հետ են, բայց հետակային հստակորեն ասին, որ չէ, Ղարաբաղը հայերուն չի պատկանիր եւ ոչ մեկ ծևով ցավակցեցան 120,000 հայերուն, որոնք քաղաքական դարձան եւ հիմա ադոցպե որոշ մարդիկ կացած են եւ Իրանի տեսմանության արչեւ ցաղգեբսակ գտնեն հիշելով Այաթոլլահ Խամենին, մորնալով թե Այաթոլլահ Խոմենին ինչպես ժամանակին այգական վարժարանները փակած էր եւ ստիպած էր հայերուն, որ քրիստոնեական գրոնը սորվին ոչ քրիստոնեական մերկիցած ծևով, մորնալով թե սպանված Խամենին ցակումով ազերի է եւ հավանաբար ոչ մեկ գարեկցանք ուներ հայերուն նկատմամբ։ Մեր շահերեն մեկնած պետք է շարժիկ։ Այս ռոբեին մեր շահերը ինչ կտելատրեն։ Հիմա մենք գնացել, որ երկու հայ գրնան դարբեր ծևով վերլուծել, թե Հայաստանի շահերը ինչ են։ Լավ, այդ բարակային բերությունը ստեղծված է եւ ընդրություններ կան եւ կառավարություն մեջտեղ եկած է եւ այդ կառավարությունը ուղեկից ունի։ Կառավարության ուղեկիցն է, որ մենք պետք է արտաքին քաղաքականության առումով պաշտպանենք եւ այդ ուղեկիցին հետևենք։ Ինչ տարբերակ կա։ Բադահական մարդոց կարծիքը որտեգրենք, այն գուսակցությունն կարծիքը որտեգրենք, որոնք մասնավոր շահեր ունին Ռուսաստանի կամ Իրանի հետ։ Ոչ, այս հանգրվանի մանավանդ, երբ մեր շահերը գհամընկնին Ամերիկայի հետ, Եվրոպայի հետ, եւ մանավանդ, երբ հստակ դարձավ, թե Իրանը դադարելի գեցվածք ունի այժմ Դուբայի եւ Դուբայի նման քաղաքներուն գարված են, ուրեմն մեր գեցվածքը շատ հստակ պետք է լա։ Մեր ավական Իրանի այսօրվա վարչագահին հետ չէ եղած, ճիշտ է, որպես դիվանագիտություն չենք սրած մեր հարաբերությունները, բայց մեր ավական իրենց հետ գայլ չէ
զգաբել։ Հստակորեն մեր աբական դարբեր ուղղությամբ կտանան։